վերջն է բերել ու ինչ դա մտահոգում են համաձայնագրում, որը պատրաստվում են քվեարկության դնել։ Իրականում համաձայնագրում շատ բաներ կան, որ մտահոգում են, այսինքն պարտավորվածությունները, որոնք չգիտեմ իրենք իրար մեջ ինչ պարտավորվածություններ ունեն, բայց որ դրա կրողը մենք ենք, այսինքն հասարակ ժողովուրդը, եւ մենք իրենց ցանկացած քվեահաճույքի համար պարտավոր ենք աշխատել մեր հալալ քրտինքով, այնպես անել, որ իրենք լավ ապրեն, ու հիմա այլ 30 տարով էլի պարտավորություններ, որոնք գուցե շատերս չենք հասկանում, բայց շատ լուրջ կախվածության մեջ են գցելու Ռուսաստանի Դաշնությունից պետությունը, բայց ես անկեղծ ասեմ, այստեղ կարծում եմ ինչպես ես, նաև շատ շատերը ոչ թե եկել ենք կոնկրետ այս պայմանագրի դեմ մեր ձայնը բարձրացնելու, որովհետև սա էլ է հատուկ շատ խորամանկ քայլ, այսօր մենք դեմ ենք կենսաթոշակայինին, վաղը դեմ ենք, չգիտեմ, Գազպրոմին, մյուս օրը այսինչ պայմանագրին, իրականում այս դրվագված պայքարը շատ սխալ է։ Մենք վաղուց պիտի հասկանանք, որ պետք է ընդհանուր համակարգի դեմ պայքարենք, ու վստահ եմ, որ այստեղ եկած մարդկանց մեծամասնությանը պարզապես առիթ էր պետք իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, եւ ի վերջո մի քիչ պարադոքսալ է իրեն չարդարացրած կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք ունի։ Այսինքն թող եղած վիճակը մի քիչ կարգի բերեն, դրանից հետո անցնեն բարեփոխումների։ Ոչ ոք չունի վստահություն, ցանկացած բարեփոխում մենք հասկանում ենք, որ ոչ թե մեզ համար է, այլ դա հերթական անգամ իրենց գրպանի բարոյականությունը մի քիչ էլ ավելացնելու համար է, արդեն բավական է, երևի սա համբերության բաժակի վերջին կաթիլն էր, որը լցվել է ու բոլորս եկել ենք որպես քաղաքացի այստեղ պայքարելու մեր իրավունքների համար, ու Ազատ անկախ Հայաստան լավագույն բանվարկումն է այսօր հենց այս պայմանագրի դեմ։